Professor Porzeron, Porzeron professor, Nora sottori այսօր, Porzeron professor, Հարցերոն պատրաստվիր, սկսում ենք։ Բարև, իմ սիրելի գյուտարար, հարցասեր ու խելացի ընկեր։ Ես Փորձերոնն եմ, մի քիչ գիտնական, մի քիչ գյուտարար ու միշտ պատրաստ պատասխանելու ձեր հետաքրքիր հարցերին։ Ինձ հետ աշխարհը դառնում է մի մեծ փորձարան, որտեղ ամեն ինչ հնարավոր է բացահայտել, եթե միայն ցանկանաս հարցնել։ Այսօր էլ միասին բացելու ենք գիտության դռները եւ մտնելու ենք մի հրաշալի աշխարհ, որտեղ ամեն ինչում հետևում է թաքնված մի հիանալի վաու։ Պատրաստ եք մտածել, հարցեր տալ եւ սովորել։ Փորձերոնի աշխարհում սովորելը միշտ հետաքրքիր է։ Եկեք սկսենք, որովհետեւ գիտությունը մեզ է սպասում։ Հետևեք ինձ, ու եթե ձեզ մոտ հարցեր առաջանան, ուղարկեք ինձ այս էլեկտրոնային հասցեով։ Իսկ հիմա սկսենք։ Professor Porzeron. Լիլիթ Մելքոնյանը գրել է. Պրոֆեսոր Փորձերոն, ինչու է երաժշտությունը փոխում մեր տրամադրությունը։ Շատ լավ հարց ես տվել Լիլիթ։ Չէ հարցերոն, հրաշալի է, ուրեմն խոսենք երաժշտությունից։ Երեխաներ, երաժշտությունը պարզապես ձայն չէ։ Այն ձայնային ալիքների հատուկ դասավորություն է, ռիթմ, մեղեդի եւ հնչարանք, որոնք հասնում են մեր ականջներին։ Ականջների ներսում այդ ալիքները վերածվում են էլեկտրական ազդակների եւ ուղարկվում ուղեղ։ Երաժշտությունը ոչ միայն հնչյունների հավաքածու է, այլև ուղիղ լեզու, որի միջոցով շփվում են մեր ուղեղն ու սիրտը։ Երբ մենք լսում ենք երաժշտություն, ձայնային ալիքները մեր ականջների միջոցով հասնում են ուղեղի լսողական կեղևին։ Այնտեղ հնչյունները մշակվում են, սակայն ամենակարևորը միանում են ուղեղի այն շրջաններին, որոնք պատասխանատու են զգացմունքների եւ հիշողությունների համար։ Ուրախ երաժշտությունը արագ ռիթմերով, բարձր տոնայնությամբ եւ լուսավոր հնչարանքներով նպաստում է դոպամինի արտադրմանը։ Դա այն նույն քիմիական նյութն է, որը առաջանում է, երբ մենք վայելում ենք մեր սիրած ուտեստը կամ հաղթում ենք խաղում, այլ կերպ դրան ասում են երջանկության հորմոն։ Կանադայի Մոնրեալ քաղաքի Մակգիլի համալսարանի հետազոտողները ֆունկցիոնալ MRT-ով ցույց են տվել, որ սիրելի երաժշտություն լսելիս ակտիվանում են ուղեղի հենց այդ շրջանները։ Տխուր երաժշտությունը տանդաղ ռիթմով, ցածր տոնայնությամբ եւ մեղմ երկարաձգված հնչարանքներով ակտիվացնում է ուղեղի այն հատվածները, որոնք կապված են կարոտի, կորուստի եւ հուշերի հետ։ Գիտնականները նաեւ պարզել են երեխաներ, որ երաժշտությունը հայելի է մեր հույզերի համար։ Երբ հնչյունների կառուցվածքը նման է խոսքի տոնին, ասենք ուրախ բարձր կամ, չգիտեմ, ցածր ու դանդաղ, մեր ուղեղը դա ճանաչում է եւ առաջացնում համապատասխան հույզեր։ Բացի այդ, ապացուցված է, որ երաժշտությունը կարող է փոխել սրտի բաբախը եւ շնչառությունը։ Այսպիսով, երաժշտությունը ներսից ազդում է մեզ վրա ուղղակիորեն փոխելով մեր հույզերը, հիշողությունները եւ նույնիսկ մարմնի ֆիզիոլոգիական ռիթմերը։ Ահա այս գործոնների ազդեցությունն է երեխաներ, որ ազդում է մեզ վրա երաժշտություն լսելիս։ Այդ պատճառով էլ կախված երաժշտությունից փոխվում է մեր տրամադրությունը։ Լսեք լավ երաժշտություն, սիրելիներս, անպայման։ Professor Porzeron. Հաջորդ հարցը. Պրոֆեսոր, ես Արենն եմ 8 տարեկան։ Ինչպես է առաջանում ծիածանը։ Եվ ինչու այն ունի 7 գույն։ Երեխաներ, ծիածանը զարմանահրաշ երևույթ է։ Այն առաջանում է, երբ արևի լույսը հանդիպում է մթնոլորտում կախված ջրի կաթիլներին, օրինակ անձրևից հետո կամ ջրաշիթի մոտ։ Այդ կաթիլները գործում են ինչպես փոքրիկ ապակյա պրիզմաներ։ Դրանք բեկում եւ բաժանում են արևի սպիտակ լույսը տարբեր գույների։ Արևի լույսը, երեխաներ, իրականում բաղկացած է շատ գույներից, որոնք միասին մենք տեսնում ենք սպիտակ։ Երբ լույսը անցնում է ջրի կաթիլի միջով, այն դանդաղում է եւ ուղղությունը փոխում է։ Լույսի յուրաքանչյուր գույն բեկվում է տարբեր անկյան տակ, եւ դրա շնորհիվ գույները բաժանվում են իրարից։ Լույսի ճանապարհը կաթիլի ներսում անցնում է 3 հիմնական փուլով։ Առաջին՝ բեկում, երբ արևի ճառագայթը մտնում է ջրի կաթիլի մեջ, լույսի արագությունը դանդաղում է եւ այն թեքվում է։ Գույների տարածում։ Սպիտակ լույսը բաղկացած է բազմաթիվ գույներից, որոնք բեկվում են տարբեր չափով։ Կարմիրը քիչ է թեքվում, մանուշակագույնը ավելի շատ։ Այդ պատճառով գույները բաժանվում են իրարից։ Երրորդ՝ արտացոլում։ Լույսի մի մասը կաթիլի ներսում անդրադառնում է հակառակ կողմից եւ նորից դուրս գալիս, կրկին բեկվելով։ Երբ միլիոնավոր կաթիլներ միաժամանակ կատարում են այս գործողությունը, մեր աչքերը տեսնում են երկնքում գունավոր կամար՝ ծիածան։ Ծիածանի գույները միշտ դասավորվում են նույն հերթականությամբ՝ կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, կապույտ, կապտամանուշակագույն եւ մանուշակագույն։ Ամենակիչը բեկվում է կարմիրը, իսկ ամենաշատը մանուշակագույնը։ Այդ պատճառով գույները հենց այս կարգով են հայտնվում։
Գույների 7 թիվը պայմանական է։ Իրականում լույսը բաժանվում է անընդհատ գունաշարի, բայց Իսահակ Նյուտոնը ուսումնասիրելով այս երևույթը ընտրել է 7 հիմնական գույն, դրանք համեմատելով երաժշտական նոտաների հետ։ Հետաքրքիր է, որ յուրաքանչյուր մարդ տեսնում է ծիածանը յուրովի, քանի որ այն առաջանում է հենց այն ճառագայթներից, որոնք հասնում են տվյալ դիտողի աչքերի։ Այսինքն, կողք կողքի կանգնած մարդիկ կարծես թե նայում են նույն ծիածանին, բայց իրականում նրանք տեսնում են փոքր-ինչ տարբեր ծիածաններ։ Պրոֆեսոր Փորձերո Տեսնենք, թե հարցերից որին ես կպատասխանեմ։ Պրոֆեսոր Փորձերոն, կարող եք ասել, թե ինչու է մարդկանց աչքերի գույնը տարբեր, որոնք են հազվադեպ հանդիպող աչքերի գույները։ Հարցը ուղարկել է Արտակ Արամյանը։ Հրաշալի հարց է։ Երեխաներ, մեր աչքի գույնը որոշվում է ծիածանաթաղանթի մեջ եղած մելանին կոչվող գունանյութով եւ նրանով, թե ինչպես է լույսը ցրվում այդ շերտում։ Մելանինը երկու տեսակի է՝ էումելանին, տալիս է շագանակագույնից մինչև մուգ երանգներ, եւ ֆեոմելանին, տալիս է դեղին, կարմրաշագանակագույն, ոսկեգույն եւ կանաչավուն երանգներ։ Եթե մելանինը շատ է, աչքերը լինում են շագանակագույն կամ սև։ Միջին քանակի դեպքում կանաչ կամ դարչնագույն, քիչ քանակի դեպքում կապույտ եւ մոխրագույն։ Ծիածանաթաղանթը մեր աչքի գունավոր հատվածն է, որը շրջապատում է բիբը։ Այն ունի երկու հիմնական գործառույթ։ Տալիս է աչքի գույնը մելանինի քանակից կախված եւ կարգավորում է լույսի քանակը, որը մտնում է աչք։ Լուսավորության ժամանակ բիբը նեղանում է, մութ միջավայրում լայնանում։ Շատ նորածիններ ունեն մոխրագույն կամ կապտավուն աչքեր, քանի որ մելանինը դեռ քիչ է։ Առաջին 6-ից 36 ամիսների ընթացքում մելանինի արտադրությունը աճում է եւ գույնը հաճախ մքանում է ու կայունանում է։ Աշխարհի մարդկանց 80-ից 85%-ը ունեն շագանակագույն աչքեր։ Կապույտ աչքեր ունեն 8-ից 10%, կանաչ աչքեր ունեն ընդամենը 2%։ Այնպես որ, եթե ձեր աչքերը կանաչ են, ուրեմն դուք այդ 2%-ի մեջ եք։ Աչքերի տարածված գույները ըստ տարածաշրջանի։ Արևելյան Ասիա, Չինաստան, Ճապոնիա, Կորեա, հիմնականում շագանակագույն է։ Միջին Արևելք եւ Հարավային Ասիա, Հայաստան, Իրան, Հնդկաստան, հիմնականում շագանակագույն է, բայց Հայաստանում եւ Վրաստանում եւ Իրանի հյուսիսում կան նաեւ կանաչ, մոխրագույն եւ դարչնագույն աչքեր։ Հյուսիսային Եվրոպա, Շվեդիա, Նորվեգիա, Ֆինլանդիա, Էստոնիա շատերը կապույտ կամ մոխրագույն աչքեր ունեն։ Կենտրոնական եւ արևելյան Եվրոպա, այսինքն Գերմանիա, Լեհաստան, Լիտվա, հանդիպում են կանաչ, կապույտ եւ դարչնագույն աչքեր։ Հարավային Եվրոպա, Իտալիա, Իսպանիա, Հունաստան, հիմնականում շագանակագույն, բայց կան նաեւ կանաչ եւ դարչնագույն աչքեր։ Ամենահազվադեպ աչքի գույներն են։ Մանուշակագույն աչքը շատ բաց կապույտ է եւ անոթների արտացոլումը տալիս է մանուշակագույն երանգ։ Հոլիվուդի դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորն ուներ հենց այդպիսի աչքեր։ Վարդագույն կամ կարմրավուն աչքեր հանդիպում է ալբինիզմ ունեցող մարդկանց մոտ, քանի որ մելանին գրեթե չկա եւ երևում է աչքի անոթները։ Երեխաներ, կան օրինակներ, երբ մարդու աչքերը ունենում են տարբեր գույներ։ Դա եւս ունի բացատրություն։ Այդ երևույթին ասում են հետերոքրոմիա։ Հետերոքրոմիա նշանակում է, որ մարդը կամ կենդանին ունի տարբեր գույնի աչքեր, կամ մեկ աչքի մեջ տարբեր գույնի հատվածներ։ Հետերոքրոմիայի տեսակներն են. լիակատար հետերոքրոմիա, այսինքն, երբ աչքերը ամբողջությամբ տարբեր գույն ունեն, մեկ աչքը կապույտ, մյուսը կանաչ։ Երկրորդ տեսակը սեկտորային հետերոքրոմիան է։ Նույն աչքի մեջ երկու գույնի հատվածք, օրինակ, կեսը շագանակագույն, կեսը կապույտ։ Երրորդ տարբերակը կենտրոնական հետերոքրոմիան է։ Բիբի շուրջը մեկ գույն է, իսկ ծայրերին այլ գույն։ Պատկերացնում եք ինչ գեղեցիկ է, երեխաներ։ Պատճառները կարող են լինել գենետիկ կամ ասենք գեների յուրահատուկ համադրության հետևանքով։ Աչքի վնասվածքի հետևանքով, բորբոքման հետևանքով, դեղամիջոցների, այսինքն որոշ երկարատև աչքի կաթիլները կարող են փոխել մելանինի քանակ։ Հետաքրքիր է, որ հետերոքրոմիան հանդիպում է ոչ միայն մարդկանց, այլև կենդանիների մոտ։ Օրինակ հասկիների եւ վանակատուների աչքերը տարբեր գույնի են։ Հրաշալի է, չէ՞։ Ընկերներ, կարելի է ասել, որ մարդու աչքերը փոքրիկ բնական զարդարանք են։ Երբեմն գեների պատահական խառնուրդը ստեղծում է գույն, որը հազվադեպ է աշխարհում, եւ հենց այդ եզրակացությունն է հիացմունք առաջացնում։ Հարցերոն, իսկ քո աչքերը ինչ գույն ունեն, հա։ Լավ երեխաներ։ Պրոֆեսոր Փորձերո Ողջույն սիրելի պրոֆեսոր, ես Գայանե Մինասյանն եմ։ Ողջույն սիրելի փոքրիկ։ Պրոֆեսոր Փորձերոն, կարող եք ասել, թե ինչու են կատուները մռռում։ Իհարկե կարող եմ ասել։ Երեխաներ, կատուների մռռոցը շատ հետաքրքիր երևույթ է, եւ դրա մեջ կա թե ֆիզիկական եւ թե կենսաբանական գիտական տրամաբանություն։ Մռռոցը առաջանում է կատվի թոքերի եւ ձայնալարերի շարժման արդյունքում։ Երբ կատուն շնչում է կամ արտաշնչում, նրա լարային մկանները շատ արագ 25-ից 150 անգամ մեկ վայրկյանում սեղմվում ու թուլանում են։ Այդ տատանումներն էլ ստեղծում են այն մշտական մեղմ ձայնը, որը մենք լսում ենք որպես մռռոց։ Ինչու եւ երբ են կատուները մռռում, երեխաներ։
Երբ կատուն իրեն հանգիստ ու ապահով է զգում, եւ երբ գուրգուրում են նրան, խաղում է կամ իր խնամողի կողքին է, նա մռռում է։ Մռռոցը նաեւ հաղորդակցման միջոց է։ Հատկապես փոքրիկ կատուները մռռում են իրենց մոր մոտ ուշադրություն կամ կեր ստանալու համար։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մռռոցը օգնում է նվազեցնել սթրեսը, ինչպես կենդանիների մոտ, այնպես էլ նրա խնամողի մոտ, երբ նա լսում է այդ մեղմ ձայնը։ Ֆիզիկական կողմը։ Մռռոցը ձայնալարերի եւ թոքերի նուրբ արագ շարժումների արդյունք է։ Կենսաբանական կողմը։ Մռռոցը կատվի առողջության համար մի տեսակ բնական վահան է։ Այն նպաստում է ոսկորների ամրացմանը, ցավի թուլացմանը եւ սթրեսի մեղմացմանը։ Կարելի է ասել, կատվի մռռոցը ոչ միայն հաճելի ու տաք զգացողություն է բերում մեզ, այլև մի փոքր բուժիչ ձայն եւ թե կատվի, թե մարդու համար։ Հա, Խարցերոն, ինչ լավ կլիներ, որ դու նույնպես ունենայիր այդ հատկությունից, չէ՞։ Լավ, անցնենք հաջորդ հարցին։ Պրոֆեսոր Փոցերո Այսպես երեխաներ, ինձ գրել է Հասմիկը։ Նա պատմում է, որ շատ է սիրում պարել եւ ցանկանում է դառնալ հայտնի պարուհի, շատ լավ է Հասմիկ։ Սակայն նա վախենում է նոր բան սկսել։ Անհանգստանում է, կստացվի թե ոչ։ Այս հարցը մենք փոխանցենք մեր գործընկերոջը եւ նա մեզ կասի, թե ինչ անել, երբ մարդը վախենում է նոր բան սկսելուց։ Պրոֆեսոր Փոցերո Բարև ձեզ սիրելի փոքրիկներ, այնքան ուրախ եմ, որ կրկին հանդիպում ենք։ Այսօր դուք հարցնում եք, ինչպես հաղթահարել վախը փոփոխությունների հանդեպ։ Սա շատ հետաքրքիր հարց է ու վստահ եմ, որ շատ երեխաների իսկապես այդ հարցը հուզում է, որովհետև նոր բան սկսելու համար կյանքում ինչ-որ բան փոխելու հանդեպ վախը հաճախ հանդիպող եւ շատ բնական զգացողություն է։ Երբ որ մենք նոր բան պիտի սկսենք, օրինակ ինչ-որ նոր բան պիտի սովորենք, կամ նոր մարդկանց հետ պիտի ծանոթանանք, կամ նոր խմբակ պիտի հաճախենք, կամ նոր բնակարան պիտի տեղափոխվենք, ներքուստ կարող է վախ առաջանալ, որովհետև մենք չգիտենք մեզ ինչ է սպասվում, իսկ վախը, անհանգստությունը միշտ ուղղված է անորոշությանը։ Սա տեղի է ունենում, որովհետև մեր միտքը անընդհատ փորձում է մեզ պաշտպանել անհայտ եւ անորոշ բաներից։ Այն քեզ զգուշացնում է. «Ստոպ, սա նոր բան է, որը դեռ չես ճանաչում եւ կարող է ինչ-որ բան սխալ լինել, կարող է այնպես չստացվել, ինչպես դու պատկերացնում ես»։ Դա կարծես թե իմաստուն նախազգուշացում է, բայց հաճախ այն կարող է դանդաղացնել մեր աճն ու զարգացումը։ Իսկ մենք պիտի ընտրել եւ հաղթահարել նոր բաները, թե միշտ մնալ այս հարմար իրավիճակում։ Առաջինի դեպքում մենք ավելի ենք ուժեղանում եւ ավելի համարձակ ենք դառնում եւ պատրաստ տարբեր փորձառությունների։ Այդ վախի զգացումը կարող է արտահայտվել տարբեր ձևերով։ Օրինակ, հաճախ մեր սիրտը սկսում է այնպես բաբախել, ձեռք ու ոտքը թուլանում են, մտքում ինչ-որ վատ բաներ ենք պատկերացնում, երբեմն նույնիսկ մենք քունը կարող ենք կորցնել։ Դա բոլորին հայտնի զգացողություն է, բայց կարևոր է հասկանալ, որ վախը ինքնին վատ բան չէ, այն երբեմն մեր կողմից հորինված, մեր մտքից ծնված մի ինչ-որ կարևոր ազդանշան է, բայց մենք ենք որոշում վախենալ, թե չվախենալ ու նոր բանը փորձել այնուամենայնիվ։ Նոր բան սկսելու հանդեպ վախը ցույց է տալիս, որ դու պատրաստ ես փոփոխությունների, բայց ինչ որտեղ դեռ չես վստահում քո ուժերին։ Գիտեք, դա էլ է նորմալ։ Եվ բոլոր մարդիկ զգում են այդպիսի վախ, այդ թվում նաև դու։ Ուղղակի հիշիր, քո շրջապատի մարդիկ, հարազատներդ, ուսուցիչներդ, մարզիչներդ փոքր տարիքում նույնպես այդ վախը զգացել են։ Եվ գիտես, մի գաղտնիք ասեմ, նրանք միգուցե զգում են այդ վախը նաև հիմա, երբ արդեն մեծ են։ Մեր հարցման արդյունքում պարզվեց, որ շատ երեխաներ առնչվել են նման խնդրի հետ։ Ոմանք կարողացել են հաղթահարել, իսկ ոմանք էլ չեն իմացել ինչ անել նման դեպքերում։ Հենց այդ պատճառով այսօր մենք կփորձենք հասկանալ, ինչ անել, ինչպես անել, եթե մենք վախենում ենք նոր բան սկսել։ Ծանոթացեք, սա Նարեկն է։ Նա 10 տարեկան է, ապագա գրող է։ Սիրում է ազատ ժամանակ գիր կարդալ, նաև պատմություններ գրել։ Մի օր Նարեկին առաջարկեցին մասնակցել դպրոցական թատերախմբի ներկայացմանը։ Սա մի նոր բան էր նրա համար, քանի որ դեռ երբեք չէր մասնակցել ներկայացման։ Նարեկը շատ ոգևորված էր, բայց միևնույն ժամանակ նա սկսեց վախ զգալ։ Իսկ եթե չկարողանամ հիշել խոսքերը, անհանգստանում էր նա։ Իսկ եթե սխալվեմ, իսկ եթե ծիծաղեն ինձ վրա։ Այս վախերը խանգարում էին նրան լիարժեք ուրախանալ եւ վստահորեն գնալ առաջ։ Նարեկը չգիտեր ինչ անել, ինչպես հաղթահարել փոփոխության հանդեպ վախը։ Գիտեք, վախը հաղթահարելու բազմաթիվ միջոցներ կան, բայց այսօր փորձենք անդրադառնալ մի քանի հիանալի միջոցների։ Ուրեմն կարևոր է,
որ մենք անուն տանք վախին։ Փորձենք գրել կամ բարձրաձայն ասել, ինչն է ինձ վախեցնում։ Երբ որ մենք վախին անուն ենք տալիս, այն հայտնվում է մեր ձեռքում, ավելի է փոքրանում, որովհետև անջատվում է մեզանից եւ այլևս սարսափելի չի դառնում։ Մյուսը, ես ձեզ առաջարկում եմ դառնալ ձեր փոփոխության արևը։ Հետաքրքիր է, չէ՞։ Մենք այդ ժամանակ կարող ենք նկարել արև։ Արևի կենտրոնում գրեք այն փոփոխությունը, որից դուք վախենում եք։ Իսկ արևի շողերը կդառնան այն բազմաթիվ քայլերը, որոնք կարող են օգնել ձեզ հասնելու այդ փոփոխությանը։ Ինչ վերաբերվում է մեր հերոսին, ապա նա կարող է միանգամից մեծ քայլ կատարելու փոխարեն սկսի փոքր քայլերից։ Օրինակ, գրիր քեզ համար մի քանի կարևոր խոսքեր։ Օրինակ, ես կփորձեմ, սխալվելով ենք սովորում, ես ուժեղ եմ։ Դրանք օգնելու են քեզ ամեն անգամ, երբ որ դու վախենաս։ Իսկ ինչ վերաբերվում է մեր հերոսին, ուզում եմ, որ նա հիշի, որ մեծ քայլեր անելու համար միշտ պետք է սկսել փոքր քայլերից։ Այն ամենը, ինչը որ վախ է պատճառում քեզ, բաժանիր փոքր քայլերի։ Ամեն օր խրախուսիր ինքդ քեզ փոքր քայլերի համար։ Իսկ ինչ վերաբերվում է մեր հերոսին, ես առաջարկում եմ միանգամից մեծ քայլեր կատարելու փոխարեն նա սկսի փոքր քայլերից։ Օրինակ, նախ փորձիր միայն մի նախադասություն սովորել փորձի համար, հետո նորից ու դրանից հետո միայն ամբողջական հատված։ Այս ամենը քեզ կօգնի փոքր քայլերով հասնել քո մեծ նպատակին։ Նարեկը սկսեց կիրառել այս վարժությունները։ Նա գրեց իր վախերի մասին, պատմեց ընկերոջը, թե ինչն է իրեն անհանգստացնում։ Ընկերը քաջալերեց նրան, եւ Նարեկն իրեն ավելի վստահ զգաց։ Հետո որոշեց ներկայացումից մի հատված խաղալ տանեցիների համար։ Նարեկը փոքր քայլերով հաղթահարեց իր վախը։ Նա համաձայնեց խաղալ դպրոցական ներկայացման մեջ եւ այդ փորձը նրան շատ դուր եկավ։ Սա Նարեկն է, ապագա գրող, գուցե նաեւ ապագա դերասան։ Հիմա նա գիտի, թե ինչպես հաղթահարել նոր բան սկսելու եւ փոփոխությունների հանդեպ վախը։ Այսպիսով երեխաներ, հիշեք, նոր բան սկսելիս եւ փոփոխություն անելու հանդեպ վախը դա իրականում շատ նորմալ զգացողություն է։ Այն քեզ նախազգուշացնում է, բայց երբ դու հասկանում ես այն ու փոքր քայլերով առաջ ես շարժվում, վախը դառնում է ուղղակի քո օգնականը։ Հիշիր, սխալվելով ենք սովորում։ Քո մեջ կա մեծ ուժ ու կարողություն նոր փորձություններ հաղթահարելու համար։ Քեզ սպասում են նոր հնարավորություններ եւ շատ ուրախ պահեր, որին վստահ եմ դու արժանի ես։ Professor Potsero. Երեխաներ, լավ է, չէ, երբ փորձում եք հաշվի նստել ինքներդ ձեր զգացողությունների հետ եւ հասկանալ ինքներդ ձեզ։ Կարևոր է իմանալ, երբ ճանաչում ենք մեր ներսի աշխարհը, մենք դառնում ենք ավելի ուժեղ եւ երջանիկ։ Երեխաներ, իսկ գիտեք, ինչպես մեր ներսում կան զգացմունքներ, ուժեղ կամ թույլ կողմեր, այնպես էլ բնության մեջ գոյություն ունեն գաղտնի ուժեր։ Դրանք ուսումնասիրում է ֆիզիկան։ Եկեք միասին տեղափոխվենք ֆիզիկայի փորձերի կենտրոն եւ բացահայտենք, թե ինչ թաքնված հրաշքներ կան մեր աշխարհում։ Professor Potsero. Բարև ձեզ սիրելի բալիկներ, հարգելի ծնողներ, ես Տիգրանն եմ։ Ես Միան եմ։ Այսօր ես ու Միան կփորձենք անել մի հատ շատ հետաքրքիր գիտափորձ, որի անունն է Անդեսանելի կրակ։ Ինչ է պետք մի այս գիտափորձը իրականացնելու համար։ Մեզ պետք է ալկոգել, ջուր, բաժակ, թուղթ եւ կրակ։ Կօգնես ինձ փորձենք անել այս գիտափորձը։ Ինչ պետք է անենք, ասա։ Պետք է ջուրը լցնենք բաժակի մեջ։ Լցրա։ Ապրես։ Հետո Ալկոգել։ դուր օգնեմ քեզ։ Դե կանես դու։ Լավ, լցրա, ալկոգելը շատ լցրա։ Ու նախորդ ասեմ, որ այս գիտափորձը պետք է անեք անպայման ծնողների հետ, որտեվ մենք գործ ենք ունենալու կրակի հետ։ Անպայման պահպանելով անվտանգության կանոնները։ Նստեցինք ալկոգելը, կրակը վառելու ենք, ճիշտ է։ Դու թուղթը պատրաստի արդեն։ Ուրա կրակ, կա կրակ, բայց։ Հա? Կա կրակ։ Հələ փորձի վառես։ Թող տարին կոմը լուծակ։ Բայց ուրա կրակ։ Կա կրակ։ Հələ փորձի վառես։
Ավելի թող մի վարքյան, մի քիչ էլ ալկոգել ավելացնենք։ Կա կրակ մի հատ տեսնում ես կրակ։ Չէ։ Չկա։ Վաու։ Տեսար։ Եվ արագ հանգցնում ենք, որտեվ կրակը վտանգավոր է։ Պապ, արի մի հատ էլ փորձենք, որտեվ ես չնկատեցի։ Արի փորձենք։ Բայց դուր ես անեմ, հա։ Դու տեսել ես կրակ կա։ Չէ։ Տեսար։ Իսկ ո՞նց արեցի։ Հետաքրքիր էր, չէ։ Շատ։ Ահա, եւ արագ հանգցնում ենք։ Դրա համար էլ այս գիտափորձը կոչվում է անտեսանելի կրակ։ Եվ այսպես շատ սիրելի երեխաներ եւ ծնողներ, այս գիտափորձը դուք կարող եք անել տանը, անպայման ուշադիր կլինեք եւ կարող եք նկարել եւ ուղարկել պրոֆեսոր Փորձերոնին։ Professor Porcero. Հարցերոն սպասիր հիմա կստացվի։ Երեխաներ այստեղ եք։ Եվ ավարտվեց մեր հերթական գիտական մեծ ճանապարհորդությունը։ Հիշեք, գիտությունը ամենուր է, ձեր կենցաղում, ձեր մտքերում, եւ եթե դուք հետաքրքրվում եք, հարցեր եք տալիս ու փորձում եք գտնել պատասխաններ, ապա գիտության լույսը վառվում է ձեր մեջ։ Շարունակեք ձեր հարցերը ուղարկել մեր էլեկտրոնային հասցեին։ Մինչ նոր հանդիպում, սիրելի ընկերներ, ձեզ հետ է պրոֆեսոր Փորձերոն։ Professor Porcero. Porcero professor. Non am sottori aisor. Porcero professor. Professor Porcero. Professor Porcero.